Պարոն Մաթևոսյան, օրերս մենք տեղեկացանք, որ եկեղեցու եպիսկոպոսներ են միացել Փաշինյանի հակաեկեղեցական գործընթացին, ինչպես է գնահատում այս փաստը։ Բոլորս էլ արդեն հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, որ հնարավոր է իսկապես կան մարդիկ եպիսկոպոսների շարքում, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով դեմ են Գարեգին II-ի գործողություններին, գործունեությանը, բայց մենք նաև հասկանում ենք, որ շատ մեծ հավանականություն կա նրա, որ մարդկանց պարզապես ճնշման միջոցով ստիպել են միանալ Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավին, որը սկիզբ է առել դեռևս այս թվականի մայիսին, երբ որ Ալաշուքուր Փաշազադեն կոնկրետ Գարեգին II-ի դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարություններ արեց, ավելին ամիսներ առաջ ինքը Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ եթե անհրաժեշտություն լիներ իսկապես ինչ-որ կաթողիկոսի դեմ քայլեր անելու, առանձին մարդու դեմ գործողություններ անելու, լիքը կոմպրոմատներ կա, այդ կոմպրոմատները կարելի է օգտագործել, համացանցում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակ օրաթերթում, եթե մի փոքր փնտրենք, մենք կարող ենք տեսնել, թե կոնկրետ այդ եպիսկոպոսների դեմ ինչ բաներ է գրել Նիկոլ Փաշինյանը, այսինքն նա հնարավորինս խոցելի մարդկանց է իր շուրջ հավաքել եւ այդ խոցելի մարդկանցով նա փորձում է ճնշում գործադրել Գարեգին II-ի վրա, անցյալ ուրբաթ օրը ամոթալի է, որ չեմ հիշում այդ հոգեվորականի անունը, բայց շատ ճիշտ մեկնաբանություն տվեց, փաստորեն 8 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը 8 հոգեվորական է կարողացել ճարել, ովքեր դեմ են Գարեգին II-ին։ Զուտ արձանագրենք, որ կա ադրբեջանական պատվեր, այդ ադրբեջանական պատվերը իրականացնելու համար տարբեր գործիքակազմեր է օգտագործում Փաշինյանը, փուլերից մեկն էլ եպիսկոպոսներին Գարեգինի դեմ դուրս հանելն է։ Շաբաթներ առաջ ԿՊԱ-ական պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ հոգևորականների մասին կոմպրոմատներ ունեն եւ ով չմիացավ իշխանությանը, նրանց մասին հրապարակումներ են արվելու։ Կարող ենք համարել, որ այս եպիսկոպոսները հենց այս համատեքստում են իրեն միացել։ Եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, բոլոր падգամավորներն են, իրենք իսկապես ունեն որոշակի գաղտնիության թույլատվություն, այսինքն գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու, բայց ես նաև չեմ սխալվում, որ սույն падգամավորը ինքը իրավունք չպետք է ունենա ծանոթանալ օրինակ ԱԱԾ-ի կողմից հավաքագրած որոշակի տեղեկություններին առանձին վերցած եպիսկոպոսների կամ այլ անձանց վերաբերյալ այլ հավասար պայմաններում, եթե մենք իրավական պետություն լինենք, Հայաստանում էլ իսկապես քաղաքացիական հասարակություն ձևավորված լիներ, ինչի մասին մեր հարգարժան արևմտյան գործընկերները շատ են խոսում, այդ կինը պետք է պատասխանատվության ենթարկվեր։ Հատուկ ծառայությունները, որոնց հավաքագրած տեղեկությունների մասին խոսում էր ԿՊԱ-ական падգամավորը, իրենք առաջինը պետք է իրենով զբաղվեն։ Իրեն այդ տեղեկությունը որտեղից որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ գաղտնի տեղեկատվություն ունի։ Այսինքն մենք պետք է արձանագրենք հետևյալը. ինչ էր չէ ասում Փաշինյանը 18 թվականին, որ եթե Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետի գնար, ապա դա ադրբեջանացում էր լինելու Հայաստանի Հանրապետության։ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետ ֆորմալ առումով գոնե չի գնացել, բայց մենք տեսնում ենք, որ ադրբեջանացում է գնում Հայաստանի Հանրապետության, որովհետև ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակություն կոչվածից մինչև հատուկ ծառայություններ կոնկրետ մեկ մարդու քաղաքական առաջադրանքն է սպասարկում, դա ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ։ Փաշինյանը երկար տարիներ քննադատել է Նավասարդ Կճոյանին, այսօր հայտարարում են, որ որդիաբար խոնարհվում են նրա առաջ, ինչով է սա պայմանավորված, վիթե հենց այսպես է ուզում նորոգել եկեղեցին։ Հանցանքն է իրենց միավորում։ Նավասարդ Կճոյանի հանցանքների մասին ես չեմ խոսել, Նիկոլ Փաշինյանն է խոսել։ Հիմա իրենք եւս մեկ հանցանք են կատարում այս պարագայում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իսկ հանցանքը ամենաշատ միավորող երևույթներից մեկն է։ Դա է իրենց միավորել։ Ձեր կարծիքով ինչպես պետք է վարվի եկեղեցին, այս ինչպես բանտարկված սրբազաններն են ասել, տիրադավերին զսպելու համար։ Այսօր նաև հայտարարություն էին տարածել Բագրատ Սրբազանը եւ Միքայել Աճապայանը, Սրբազան Միքայելը, կոչ անելով փաստացի կաթողիկոսին, կարգալույց անել Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած արքեպիսկոպոսներին, դա տարբերակներից մեկն է, որով կարող է եկեղեցին առաջ շարժել։ Ընդհանրապես մենք պետք է արձանագրենք հետեւյալը. մենք շատ դեպքերում մեր աշխարհիկ կյանքում ընդունված ինչ որ սկզբունքներով, նորմերով ենք փորձում դատել եկեղեցու գործողությունները, վեհափառի գործողությունները, բայց այնտեղ լրիվ այլ տրամաբանություն է գործում, եթե այդ տրամաբանությունը չգործեր ավելի քան 1700 տարի մեր եկեղեցին կանգուն չէր մնա, հետեւաբար մենք ուղղակի կարծիք կարող ենք հայտնել, այս դեպքում էլ պարզապես քանի որ Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի կարծիքները կան, մենք կարող ենք կամ համաձայնվել սրա հետ կամ ոչ, բայց ակնհայտ է, որ եկեղեցին հստակ գործիքակազմ ունի, ուղղակի մենք էլ հասկանանք մի բան, իրենք ոչ բանակ ունեն,
ոչ խուժանների բրիգադներ ունեն, ոչ լրատվամիջոցներ ունեն, ոչ, չգիտեմ, հասարակական այսպես կոչված սեկտորում պահվող խոսող գլխներ ունեն, որ կարողանան գոնե տեղեկատվական դաշտում իշխանություններին հակահարված տան։ Իրենց ուժը դա ժողովրդի աջակցությունն է եւ աղոթքները։ Ես կարծում եմ եկեղեցին ճիշտ հետևություններ այս ամեն ինչից նաեւ հետագայում կանի։ Շատերը համարում են, որ եկեղեցու դեմ ընթացող այս process-ները աշխարհաքաղաքական են։ Դուք ինչպես կմեկնաբանեք։ Միանշանակ, ինչպես արդեն նշեցի, սույն թվականի մայիսին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Ալաշուքյուր Փաշազադեն հստակ գնահատականներ տվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, անձամբ կաթողիկոսի դեմ, նշելով, որ քանի դեռ իբր թե Փաշինյանն ու Ալիևը փորձում են խաղաղություն հաստատել, կաթողիկոսն էլ մեր ռևանշիստական քայլերը իրականացնում, թեպետ նա ինչի մասին է խոսել, հայերի Արցախ վերադարձի իրավունքի մասին, մեր պատմամշակութային ժառանգության պահպանության մասին։ Նիկոլ Փաշինյանը հենց դրանից հետո է կատաղի արշավը սկսել եկեղեցու դեմ։ Սուտ կլինի ասել, որ մինչ այդ հայտարարություններ չեն եղել կաթողիկոսի դեմ, Կճոյանի դեմ, իհարկե եղել են, բայց ուղղորդված, կազմակերպված ինստիտուցիոնալ արշավ Փաշազադեի խոսքերից հետո է եղել, դրա համար ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքական պատվեր, աշխարհաքաղաքական երանգ։ Նիկոլ Փաշինյանը նաև սրանով փորձում է հիմնավորել իր անհրաժեշտությունը Ադրբեջանին եւ Թուրքիային, ցույց տալու համար, որ նա դեռ կարողանում է Հայաստանում կարևոր հարցեր լուծել, որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրեն սատարեն, որ նա կարողանա վերարտադրվի։ Գանք հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում փոխայցելություններ տեղի ունեցան Երևան եւ Բաքու։ Սա ինչ գործընթաց էր, ակնհայտ էր, որ երկու կողմից էլ իշխանություններին քարոզիչներ էին մասնակցում, այս հանդիպումներին, եւ ինչի համար էր պետք այս ձևական խաղաղության պատկերի ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք պետք է մի քանի ամիս անց գնան ընտրատեղամասեր իրենց քվեն կատարելու համար, անհրաժեշտ է ինչ-որ մի բան վաճառել։ Հիմա այդ ինչ-որ մի բանը դա հենց այս իրավիճակն է, որի մասին դուք էլ ասացիք։ Մենք հիմա գտնվում ենք չպատերազմ իրավիճակում, այսինքն սա խաղաղություն չէ, ուղղակի Ալիևի կամքից ելնելով այս պայդրությամբ սահմանին չեն կրակում։ Այս այցելությունները, այլ նմանաբովանդակ հայտարարությունները, գնահատականները փորձում են հայ հասարակության գոնը մի հատվածին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ խոսք էր տվել, խաղաղություն։ Ինքը այդ խաղաղությունը բերել է, բայց դրա հետ մեկտեղ մենք օրինակ ինչի ականատեսնենք։ Լինում որ նույն Հիկմետ Հաջիևը, որը այստեղ հայտարարություններ է փոխանցում հայ հասարակությանը, հայ փորձագետների շուրթերով, ինքը համակարգում է նաև հակահայկական քարոզչությունը արդեն տասնամյակներ շարունակ, այդ նույն հակահայկական քարոզչությունը Անգլիայում մի գիրք է հրապարակում, որով իրենք փորձում են հիմնավորել, թե ինչու Հայաստանը արևմտյան Ադրբեջանը եւ ինչու է անհրաժեշտ Զանգեզուրի միջանցք ասվածի կիրառում։ Այսինքն մենք պետք է խորքային վերլուծենք իրողությունները եւ տեսնենք, որ բացի այն շղարշից, որը փորձում են հասարակությանը հրամցնել, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ մեր հետ ուզում է անել այն, ինչ արել է Արցախի հանրապետության հետ։ Եվ ընդդիմադիր դաշտում եւս հայտնվում են ուժեր, որոնք հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել Ալիևի պահանջով գրված խաղաղության պայմանագիրը։ Արդյոք սա չի նշանակում, որ մեր քաղաքական դաշտում Ալիևը եղանակ է թելադրում։ Ցավոք սրտի Իլհամ Ալիևը արդեն բավականին երկար ժամանակ է ինքը ակնհայտորեն եւ Ալիևը եւ Էրդողանը իրենք փայ ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։ Երբ որ դու Հայաստանի քաղաքական զարգացումներում դաշտում փայ ունես, դու նաեւ ազդում ես տեղեկատվական քարոզչության, տեղեկատվական հոսքերի վրա։ Հենց այդ իմ ասած խոսքերը, որ Հիկմետ Հաջիևը փաստորեն Հայաստանում ունի մարտիկ, ում շուրթերով ինչ որ տեղեկատվություն է փոխանցում, ինչ որ ուղերձներ է հողում, սա դրա վառ վկայությունն է։ Ինչը վերաբերում է կոնկրետ այս հայտարարությանը, ես ուզում եմ մենք նաեւ մի բան արձանագրենք։ Հայաստանի քաղաքական դաշտում բացի խիստ մարգինալ զանգվածներից ոչ ոք չկա, ովքեր ասում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն պետք չէ, կամ Թուրքիայի հետ խաղաղություն պետք չէ, հարաբերությունները մենք էլ ձեզ հետ միասին մարդակերնային չենք, ոչ էլ արնախում ենք։ Մենք չենք ուզում մանդատար պատերազմ, մենք չենք ուզում մանդատար խնդիրներ։ Հենց հարցը դրանում է կայանում։ Այդ տեքստի հեղինակը ով է։ Եթե մենք կարողանանք բալանսավորված բանակցությունների արդյունքում մեր դաշնակիցներին ներգրավելով բանակցությունների մեջ այնպիսի մի փաստաթուղթ ստանանք, այնպիսի անվտանգային երաշխիքներ ստանանք, որ ոչ մենք մտահոգված լինելով նրանով, որ Ադրբեջանը կարող է խախտել
խաղաղության պայմանագիրը պայմանականորեն նախահարցակ լինեն կամ նույն մտավախությունը, որ Ադրբեջանը չունենա, եթե մենք կարողանանք այդ բալանսավորված տեքստը ստանալ, եթե մենք երաշխիքներ կարողանանք ստանալ, ես կարծում եմ դուք էլ պատրաստ կլինեք ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, ես էլ, բայց ստորագրել մի բան, որը Ալիևն է փաստացի խմբագրել, Ալիևն է գրել, եւ դա ոչ ես եմ ասում, ոչ դուք, Փաշինյանի իշխանությունից դուրս եկած հատուկ հանձնարարություններով դեսպաններն են փաստացի դա ֆիքսում, խոսել դրա մասին, նու դա ես կարծում եմ, որ դա նախընտրական նույնիսկ տեսանկյունից այդքան էլ պոզիտիվ կամ ճիշտ հաշվարկված քայլ չէ։ Եվ Ղազախստանում Փաշինյանը պարգևատրվեց այդ երկրի բարձրագույն պարգևով, ինչու եւ որ ծառայության համար իրան պարգևատրել։ 2022 թվականին նույն պարգևով պարգևատրվել էր նաև Իլհամ Ալիևը, արձանագրենք, որ եւ Ալիևը եւ Փաշինյանը թուրքական աշխարհի կայացման գործում անուրանալի դեր ունեն, հետեւաբար տրամաբանական է այդ պարգևատրումը։